Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Աբու Դաբիում կայացել է Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը։ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը մրցանակ են ստացել խաղաղության համար։ Ելույթում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ իր համար գալ ու արժանանալ այս պատվին։ Փաշինյանն ասել է, որ սա նաև միջազգային հանրության աջակցության դրսևորում է, որովհետև որոշումը կայացվել է դատավորների կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից բարձր հարգանքի արժանացած անդամներ։ Փաշինյանը նաև հայտնել է, որ չնայած մրցանակը տրվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, բայց այն երկու ժողովուրդներինն է։ Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի խաղաղություն, Հայաստան, Ադրբեջան բառերը միասին։ Եվ նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա ըստ էության կնշանակեր ինչ-որ անհավանական բան։ Ահա թե ինչու այն, ինչ տեղի է ունեցել 2025 թվականին եւ տեղի է ունենում հիմա, անհավանական է։ Սակայն այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ։ Այն նաև Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ եւ արժանանալ այս պատվին։ Սա նաև միջազգային հանրության աջակցության դրսևորում է։ Քանի որ որոշումը կայացվել է դատավորների կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից բարձր հարգանքի արժանացած անդամներ, եւ ես կցանկանայի երախտագիտությունս ու գնահատանքս հայտնել դատավորների կոմիտեին։ Հարգելի ընկերներ, ձեր որոշումն անկասկած ամրապնդում է խաղաղությունը մեր տարածաշրջանում, ինչի համար շնորհակալ ենք ձեզ։ Այս մրցանակը հիմնադրվել է Նորին գերազանցություն Ալ-Ազհարի գերագույն իմամի եւ Նորին սրբություն Հռոմի պապի համատեղ ջանքերով։ Այս փաստը խորհրդանշում է մահմեդական եւ քրիստոնեական աշխարհների աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Տիկնայք եւ պարոնայք, անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կա հավատ, նվիրվածություն, տեսլական եւ իմաստություն։ Կարծում եմ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ պարագայում այն երբեք չի դադարեցվի, բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին եւ ժողովուրդներին։ Սակայն չնայած մարդկային եղբայրության Զայեդ մրցանակը պաշտոնապես հանձնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, այն հիրավի մեր ժողովուրդների ձեռքբերումն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համարձակ քայլեր են ձեռնարկել, բայց մեր ժողովուրդների նոր ապագա ընտրելու պատրաստակամությունն է, որ իսկապես հնարավոր է դարձնում պատմական այս պահը։ Հետևաբար այս մրցանակը
Նույնքան կարևոր է յուրաքանչյուր հայի եւ ադրբեջանցու համար, ովքեր համարձակություն են ունեցել ապավինել խաղաղությանը։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ եւ այն մեր հնարավորություններից դուրս է։ Հետևաբար մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը մենք չենք կարող փոխել։ Մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ եւ բարգավաճ ապագա կերտելու վրա։ Սա հեշտ ճանապարհ չէ, որովհետև կա մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ եւ նույնիսկ ատելություն։ Հակամարտության ընթացքում շատերը մահացել են եւ շատ զգացող ընտանիքներ այժմ հետևում են այստեղ տեղի ունեցողին։ Նրանցից ոմանք հնարավոր է այս իրադարձությունը համարեն անտեղի, բայց տառապանքների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են։ Սպանությունների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են եւ նրանց հարազատների համար։ Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է։ Խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է։ Մենք ավելի քան 30 տարի պատերազմի մեջ էինք, հիմա մենք ապրում ենք խաղաղության մեջ, արդեն 6 ամիս է, ինչպես բազմից եմ ասել, մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ, ես կարող եմ ասել, որ դա առանձնահատուկ զգացողություն է, մենք երբեք չենք ապրել խաղաղության մեջ, անկախություն ձեռք բերելուց ի վեր, մենք արագ ենք սովորում, վերջին 6 ամիսներին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո, որը հյուրընկալեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, գործընկերության, համագործակցության միջոցով մենք շարժվում ենք տևական եւ մշտական խաղաղության ուղղությամբ։ Ես կցանկանայի նաեւ երախտագիտություն հայտնել ԱՄՆ-ի նախագահին Դոնալդ Թրամփին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությանը աջակցելու համար։ Նա երակոմ գագաթնաժողով հյուրընկալեց 2025 թվականի օգոստոսի 8-ին, որի արդյունքում նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ ստորագրվեց համատեղ հռչակագիր, նախագահ Թրամփը նույնպես այն ստորագրեց որպես վկա։ Այդ կերպ վերջ դնելով 3 տասնամյակ երկար տևած արյունահեղ եւ մահաբեր հակամարտությանը։ Այս 6 ամիսներն, ինչպես ասացի, շատ կարևոր էին զարգացման համար, մեր հարաբերությունների զարգացման համար։ Մենք ոչ միայն վերացրեցինք սահմանափակումները բեռնափոխադրումների համար Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան, այլ նաև սկսեցինք արտահանել նավթային ապրանք դեպի Հայաստան։ Այսինքն այս 6 ամիսների ընթացքում մենք սկսել ենք համագործակցել։ Այժմ մենք ավելացնում ենք մեր առևտրաշրջանառությունը եւ առավոտյան ես հանդիպեցի իմ հայ գործընկերոջ հետ ու մենք քննարկեցինք ինչպես առաջ շարժվել եւ միանշանակ է, որ այսօրվա մրցանակաբաշխությունը եւ մեր ջանքերի այս գնահատումը այսպիսի պատվարժան դատավորների հանձնաժողովի եւ մեր բոլոր բարեկամների կողմից շատ քաջալերող է։ Ավելի վաղ կայացել է Փաշինյան-Ալիև հանդիպումը, կողմերը ողջունել են Վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը, նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման եւ առաջմղման կարեւորությունը երկկողմ ձևաչափով։ Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի եւ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, նաեւ երրորդ երկրների ցածահատիկի եւ այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ Ադրբեջանի տարածքով Հայաստան։ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նրանք նաեւ ողջունել են քաղաքասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցերն ու համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։ Քննարկել են նաեւ TRIP-ի եւ այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը, վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը խաղաղության եւ կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ եւ համաձայնել պահպանել շփումները հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով։
Աբու Դաբիում վարչապետը հանդիպել է Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ Մուհամմադ Աբդել Սալամը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու եւ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։ Կողմերը վստահություն են հայտնել, որ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի խաղաղության օրակարգին, նաեւ կնպաստի տարածաշրջանում համագործակցության եւ կայունության ապահովման ուղղությամբ հետեւողական առաջընթացին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ բարձր գնահատանքի համար, ընդգծելով խաղաղության եւ փոխադարձ վստահության վրա հիմնված նախաձեռնությունների կարեւորությունը։ Շարունակենք, մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, Արդարադատության նախարարն է հայտարարել նախարարության 2025-ի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ Սրբուհի Գալյանն ասել է, որ վերջին 5 տարվա կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը 57-ով ավելին է, քան կալանավորված անձանց թիվը։ Այսօր քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը կալանավորված, 1463-ը դատապարտյալ։ Սա բավականին դրական ցուցանիշ է համարել, նշանակում է, որ կալանքների թիվը նվազում է եւ փոխարենն ավելանում է դատական ակտերի թիվը, որոնք մտնում են օրինական ուժի մեջ։ Սա վկայում է պրոցեսների արագացման մասին։ Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտին։ Ես կրկին ասում եմ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, վերջերս եվրոպական կառույցների կողմից համապատասխան զեկույցներ հրապարակվեցին եւ մեր ընդդիմախոսները եւ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները շատ դառնացած, ընդ որում իրենք էլ են մասնակիցներ այդ ամենի, նշում են, որ որևէ հղում քաղբանտարկյալներին չկա եւ այլն, իսկ դա ինչի մասին է խոսում, որ իրական գուցե եւ դրանք չկան։ Ինչից ես պետք է հետևություններ անեի, հա, ինձ համար խիստ անհասկանալի է ձեր հարցադրումը։ Միշտ նշել եմ, նորից կնշեմ, չի կարելի պատասպարվել քաղաքական հայացքի, մարդու ստատուսի, կարգավիճակի ետևում ու կատարել հանցանք կամ ենթադրել հանցանք, այս փուլում դրա մասին ենք խոսում, ու հետո խոսել չոր քաղաքական հետապնդումների մասին։ Քաղաքականությամբ զբաղվելը չի ենթադրում, որ քո կատարած արարքներին պարտադիր պետք է տրվի հետո քաղաքական ենթատեքստ, ես չեմ ավարտել։ Կան քրեական գործեր, այդ քրեական գործերի քննությունը շարունակվում է, որոշ գործերի դեպքում մեզ որոշ ապացույցներ հասանելի են դարձվել, յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական հետևությունները կարող է անել, բայց դրանք վճռորոշ չեն եւ նշանակություն չունեն, քանի դեռ դատարանը նման հետևություններ չի արել, եւ մենք պետք է սպասենք, երբ կլինեն դատական ակտեր։ Վարդ իրականացնող մարմինները կատարում են իրենց աշխատանքը, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող պատասխանատու լինել քննչական մարմինների, դատախազական մարմինների եւ դատարանների աշխատանքի համար, լավագույն բանը, որ կարող են անել, ուղղակի ձեռնպահ մնալն է այդ աշխատանքների միջամտելուց եւ գնահատականներ տալուց եւ ուրեմն ես չեմ տալու որևէ գնահատական այդ աշխատանքներին, բայց հնչեցրեցի եվրոպական ԵԽԽՎ-ները, թե չեմ սխալվում, համապատասխան հանձնաժողովի գնահատականը, որտեղ բառ չկար քաղբանտարկյալների մասին եւ դուք կարող եք, ես անուններ չեմ ուզում տալ, վրդովված մեր դիմադիր քաղաքական գործիչների հայտարարությունները լսել այդ մասով, սա նշանակում է, որ իրենք փաստեր են ներկայացրել, իսկ իրենց փաստերը եվրոպական մարդակենտրոն ինստիտուտները հաշվի չեն առել, եւ սա խոսում է շատ բաների մասին։ Վերաքննիչ դատարանում քննվել է Միքայել arczepiskopos Աջապահյանի գործը։ Հիշեցնեմ, Միքայել arczepiskopos-ը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Այսօր լսումների ժամանակ նախագահող դատավոր Էդգար Մանասյանը հայտնել է, որ մտերիմ հարաբերությունների մեջ է դատախազ Հարությունյանի հետ, ինչը սակայն չի խանգարի իրեն լինել օբյեկտիվ։ Այդուհանդերձ arczepiskopos-ի պաշտպանական կողմը հայտարարել է, որ այդ հանգամանքը հիմք է ինքնաբացարկի համար եւ ժամանակ է խնդրել գրավոր միջնորդություն ներկայացնելու համար, դատարանը միջնորդությունը մերժել է։
Գործազուրկ քաղաքացիների թիվը 2018 թվականի համեմատ մոտավորապես կիսով չափ նվազել է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է հայտարարել։ Արսեն Թորոսյանն ասել է, որ աշխատատեղերի մասով կա կայուն դինամիկա։ Անապահովության համակարգում հայտնի փարոսում 2018-ին եղել է 92564 ընտանիք, հիմա 48778 ընտանիք, մոտավորապես կեսը, ինչը նշանակում է, որ այս ընտանիքներն ըստ էության դուրս են եկել աղքատությունից։ Լրագրողների հետ զրույցում Թորոսյանն արձագանքել է ընդդիմադիրների խոստումներին, թե ստեղծելու են 300,000 աշխատատեղ։ Թորոսյանը նաև պատասխանել է ծայրահեղ աղքատության վերաբերյալ հարցին, նշել, որ այն մոտ է վերացման։ Եթե ոմանք խոստանում են ինչ-որ բան անել, մենք դա արդեն արել ենք եւ վերջի 8 տարիներին մոտ 300,000 աշխատատեղ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետություն եւ այդ թվերը հիմնավորվում են նաեւ բազմաթիվ անուղղակի այլ ցուցանիշներով, աղքատության նվազում, անապահովության համակարգում նվազում, գործազուրկների թվի նվազում եւ իրական եւ գրանցված եւ դրանք աներկբա ճշմարտություն են, այսպես ասած։ Իսկ ինչ վերաբերում է ուրիշների խոստումներին, դա իրենց իրավունքն է, ինչքան ուզում են թող խոստումներ տան, ես կարծում եմ մեր բնակչությունը դատարկ եւ ճիշտ խոստումները եւ կատարված աշխատանքը ինչ որ ենթադրություններից կարող է տարբերել, ել չեմ ասում, որ այդտեղ պարզթվաբանական երբեմն ինչ որ չասեմ անճշտություններ, բայց տարօրինակություններ կան, որտեղ օրինակ նույն աշխատատեղերի մասով մենք ունենք այնքան ազգաբնակչություն, որ ես կարող եմ ասել, որ 300,000 աշխատող պարզապես այս պահին Հայաստանում ազատ, որ կարող է աշխատել, չկա։ Բան Թորոսյան, ուղղակի հստակեցում, այդ դրա հետ կապված ասում են ոչ թե իշխանությունը ստեղծել է այդքան աշխատատեղ, այլ ասում են ստվերից բերել է օրինական դաշտ, գրանցել է եւ ներկայացրել է որպես աշխատատեղ։ Ես մեր հանդիպման ժամանակ, չգիտեմ դուք հետևում եք թե չէ, արդեն մի քանի անգամ այդ հարցին անդրադարձել եմ, մի հատ էլ կանդրադառնամ, եթե ինչ որ մեկը պնդում էր, որ մինչ մեր իշխանության գալը կար 300,000 ստվերային աշխատատեղ, դա այդ իշխանության նախ բնութագրիչն է, որ այդպես բան եղել է, հա, այսինքն դա էլի մեր մասին չի, իրենց մասին, հա։ Երկրորդը նույնիսկ ստվերից դուրս գալ աշխատատեղը դա շատ կարևոր է, որովհետև դա մարդկանց համար սոցիալական երաշխիքները նաև պետության համար հարկ է, եւ երրորդը այդ աշխատատեղերի ճնշող մեծամասնություն նոր աշխատատեղեր են, որը նորից եմ կրկնում, երևում է նաև այլ անուղղակի ցուցանիշներով, տնտեսության աճով, գրանցված գործատուների աճով, միջին աշխատավարձի աճով եւ այդպես շարունակ եւ աղքատության, անապահովության թվերի իջեցումով։ Մենք ունենք կրկին իջնող թվեր։ Իդեպ, երբ որ դուք նշում եք 19 թվականի թվերը եւ այսօրվա թվերը, մենք պետք է հիշենք, թե ինչ ճգնաժամերի միջով է անցել Հայաստանի Հանրապետությունը եւ որոշ առումով նաեւ ընդհանրապես միջազգային այսինքն համաշխարհային տնտեսությունը դա կոവിഡ്ի համավարակն էր, մեր դեպքում դրան գումարած եւ միաժամանակ պատերազմներ, հետո ներքաղաքական ցնցումներն էին, հետո ընտրություններից հետո մի քանի անգամ հարձակումներն էին Հայաստանի Հանրապետության վրա եւ դրանից հետո միայն հաստատված խաղաղությունն է, որ մեզ տալիս է սոլիդ հիմքեր այդ ճանապարհը ավելի կայուն եւ անշեղորեն շարունակելու եւ ես վստահ եմ, որ մենք եւ իջեցնելու ենք աղքատության թվերը էականորեն եւ նաեւ հաղթահարելու ենք ծայրահեղ աղքատությունը եւ ընդհանրապես այդ ամեն ինչը պետք է նայել կոնտեքստում եւ կառավարության ծրագիրը եւ նախընտրական ծրագրերը դրանք դինամիկ փաստաթղթեր են, որոնք որ այսինքն փաստաթղթեր չեն, բայց գործընթաց են, որոնք որ դու ընթացքում շտկում ես եւ իրականացնում ես այն քաղաքականությունը, որը լավագույնն է այդ պահի համար։ Երևանում մեքենաներ են բախվել կամ տուժածներ, գիշերը ճգնաժամային կառավարման կենտրոնը հազանգեստացվել, որ Խանջյան փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, դեպքի վայր է մեկնել Հշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Nissan, Toyota, Vaz եւ կայանված Lexus մակնիշի մեքենաները։ Երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են Nissan եւ Toyota մակնիշի մեքենաներն ու փակել գազի բալոնների փականները։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծ, որը վերջ է դնում դաշնային կառույցների աշխատանքի հունվարի 31-ից սկսված մասնակի դադարեցմանը շատդաունին։ Այս մասին Թրամփը հայտնել է լրագրողների հետ զրույցում։
Ես ուրախ եմ ստորագրել համախմբված հատկացումների մասին օրենքը դաշնային կառավարության աշխատանքն անհապաղ վերսկսելու եւ գործառնությունների ճնշող մեծամասնությունը մինչեւ ֆինանսական տարվա ավարտը ֆինանսավորելու համար, ասել է Թրամպը։ Ավելի վաղ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քվեարկել էր կառավարության ֆինանսավորումը վերսկսելու օրինագծի օգտին։ Այն պաշտպանել էր 217 կոնգրեսական, դեմ էր արտահայտվել 214-ը։ Կառավարության ֆինանսավորումը մասնակիորեն կասեցվել տեղական ժամանակով հունվարի 31-ի կեսգիշերին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փետրվարի 3-ին Երուսաղեմում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։ Բանակցությունները տեղի են ունեցել Իրանի հետ նախատեսվող շփումներից առաջ։ Նշվում է, որ ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության Նեթանյահուն Ուիթքոֆին ասել է, որ Իրանը բազմիցս ապացուցել է, որ իր խոստումներին ապավինել չի կարելի։ Հանդիպման ժամանակ իսրայելական եւ ամերիկյան կողմերը քննարկել են Գազայի հատվածում իրավիճակի կարգավորումը։ Նեթանյահուն շեշտել է, որ Համասի զինաթափումը, Գազայի հատվածի ապառազմականացումը եւ Իսրայելի պատերազմի նպատակների իրագործումը պետք է տեղի ունենան նախքան անկլավի վերակառուցման մեկնարկը։ Իսրայելի վարչապետը նաև շեշտել է, որ Պաղեստինը չպետք է որևէ կերպով ներգրավված լինի Գազայի կառավարման գործում։ Իսրայելական բանակը փետրվարի 3-ին չեղյալ է հայտարարել Գազայի հատվածից Ռաֆահի սահմանային անցակետով 40 պաղեստինցի հիվանդների եւ վիրավորների 3-րդ խմբի մեկնումը Եգիպտոս։ Իսրայելի կողմից որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հայտնել է, որ պահեստազորի սպա է ծանր վիրավորվել Գազայի հատվածի հյուսիսում տեղի ունեցած հարձակման ժամանակ եւ որ պատասխանը կոշտ է լինելու։ Տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 4-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի թիրախում են հայտնվել քաղաքացիական տներ եւ տեղահանվածների վրաններ։ Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ վաղ առավոտյան Գազա քաղաքի եւ Խան Յունիսի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային եւ հրետանային հարվածների հետևանքով զոհվել է 18 պաղեստինցի, այդ թվում երեխաներ։ Փետրվարի 2-ին Եգիպտոսի եւ Գազայի հատվածի միջև գտնվող Ռաֆահի սահմանային անցակետը սկսել է գործել սահմանափակ հիմունքներով եւ Իսրայելի խիստ հսկողության ներքո։ Կանադայի իշխանությունները շահագրգռված չեն միջուկային զենք ունենալու հարցում։ Այս մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Դեվիդ Մակգինթին։ Նա հավելել է, որ Կանադայի կառավարությունը հավատարիմ է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կատարմանը, որին երկիրը միացել է 1960-ականների վերջին։ Նախարարը հիշեցրել է, որ կառավարությունը մտադիր է վերակառուցել երկրի զինված ուժերը եւ վերազինել դրանք։ 2025 թվականին Կանադայի վարչապետ Մարկ Քարնին որոշում է կայացրել առաջիկա 5 տարիների ընթացքում 84 միլիարդ դոլար ուղղել պաշտպանական կարիքներին։ Սա 1950-ականներից ի վեր նույն ժամանակահատվածի համար ռազմական ամենախոշոր ծախսն է։ Պեկինը քննադատել է Պանամայի գերագույն դատարանի որոշումը, որը սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել Պանամայի ջրանցքի երկու կողմում գտնվող երկու նավահանգիստները Հոնկոնգում գործող ընկերությանը հանձնելու կոնցեսիոն պայմանագիրը։ Պեկինը հիշեցրել է, որ կոնցեսիան ուժի մեջ է եղել գրեթե 30 տարի, եւ դրա երկարաձգումը հաստատել են Պանամայի իշխանությունները եւ կարգավորող մարմինները։ Հետևաբար Չինաստանի իշխանությունները Պանամայի դատարանի որոշումը համարում են իրավունքի գերակայության եւ պայմանագրի լուրջ խախտում։ Պեկինը նաև զգուշացրել է, որ Չինաստանն ունի միջոցներ, մեթոդներ, ուժ եւ հնարավորություն պահպանելու արդար եւ հավասար միջազգային տնտեսական եւ առևտրային կարգը։ 2025 թվականին հոնկոնգյան ընկերությունը համաձայնել է կոնցեսիան հանձնել ամերիկյան BlackRock ընկերության գլխավորած կոնսորցիումին, սակայն Չինաստանը արգելափակել է գործարքը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Մադրիդը կարգելի մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր։ Կառավարության ղեկավարն այս մասին ելույթ է ունեցել Դուբայում ընթացող համաշխարհային կառավարական գագաթնաժողովի լիագումար նիստում։ Պլատֆորմները պարտավոր կլինեն ներդնել տարիքի ստուգման արդյունավետ համակարգեր, ոչ թե պարզապես ձևականության համար, այլ իրական արգելքներ, որոնք գործում են, ընդգծել է վարչապետը։ Ինչպես սպասվում է, արգելքը կհաստատվի Իսպանիայի նախարարների խորհրդի կողմից հաջորդ շաբաթ։ Նոր փոփոխությունն ուղղակիորեն կարգելի մինչև 16 տարեկան օգտատերերին գրանցվել թվային հարթակներում։ Այս նորամուծությունը մի մասն է այն ավելի լայն միջոցառումների փաթեթների, որոնք ըստ Սանչեսի անհրաժեշտ են թվային տիրույթի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար։
Ճապոնիայում առնվազն 35 մարդ է զոհվել երկրի հյուսիսում եւ ճապոնական ծովի ափին ձյան սաստիկ տեղումների հետևանքով։ Զոհվածների թվում են տանիքները ձյունից մաքրելի սնկածները, տարեց մարդիկ, որոնք մահացել են գերլարվածությունից, ճանապարհները եւ բակերը մաքրելիս։ Նիգատայի պրեֆեկտուրայում ճապոնական ծովի ափին տեղացի բնակիչներից մեկը մնացել է ձյան ծանրությունից փլուզված սեփական տամփլվածքի տակ։ Բազմաթիվ շրջաններում իշխանությունները չեն հասցնում մաքրել ճանապարհները, որտեղ ավտոմոբիլային մեծ խցանումներ են առաջացել։ Մի շարք շրջաններում արդեն 3 օր անընդմեջ փակ են տարրական եւ միջնակարգ դպրոցները։ Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու հյուսիսում գտնվող Աոմորիի պրեֆեկտուրայում ճանապարհները ձյունից մաքրելու համար ուղարկվել են բանակային ստորաբաժանումներ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2.5 կիլոգրամ մեթամֆետամին են հանել, կան կալանավորվածներ, մանրամասները տեսանյութում։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 31-ին։ Ըստ տեղեկության 31-ամյա երկու տղամարդիկ պարբերաբար ձեռք էին բերում եւ իրացնում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ։ Հունվարի 31-ին ժամը 20:45-ի սահմաններում Մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում թմրանյութ իրացնելու պահին քրեական ոստիկանները ձերբակալեցին տղամարդկանց եւ նրանցից մեկի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք եւ կնիքվեց։ Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուծիչ, իսկ մյուսի մոտ ավելի քան 41 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված կար։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, երկուսն էլ ձերբակալվեցին։ Դատարանի որոշմամբ փետրվարի 1-ին խուզարկություն կատարվեց ՎԱԶ-2106 մակնիշի մեքենան վարած 31-ամյա տղամարդու բնակարանում։ Հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով 1 փաթեթ, 2 կիլոգրամ 29 գրամ քաշով, իսկ նրա վարած մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց նույնանման զանգվածով 2 փաթեթ, ընդհանուր մոտ 415 գրամ քաշով։ 31-ամյա տղամարդիկ կալանավորվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Արմֆլիքսում անակնկալները շարունակվում են, այսօր բաժանորդները կարող են դիտել կայսրության թևեր կրիմինալ դրամայի 3-րդ եթերաշրջանի առաջին սերիան, իսկ եթե դեռ չեք հասցրել բաժանորդագրվել, շտապեք ու վայելեք նոր սերիաները։ Կայսրության թևեր կրիմինալ դրամայի 3-րդ եթերաշրջանի առաջին սերիան այսօր կցուցադրվի Armflix կինոհարթակում։ Ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Գոր Վարդանյանի ֆիլմը մշտապես ունեցել է բարձր դիտողականություն։ Տարբեր մայրցամաքներում պրոֆեսիոնալ տեխնիկայով նկարահանված անչափ հետաքրքիր սցենարով հեռուստաֆիլմի նոր եթերաշրջանի սյուժեն էլ ավելի լարված ու ինտրիգային է։ Երկու քերոբ նոր Հոլիվուդ։ Բարև վիրավոր քերոբ չեն։ Բարև քիթխոր բաժան։ Բարև այգո ջան։ Բարև։ Իստի։ Օրինակ ձեր մտքով կանցներ, որ կգաք Ամերիկա ու նոր Հոլիվուդում կպահկվեք։ Ես բողք եք ուտում։ Օրվան։ Կարող եք ես մեկը ջղայնացրել դա։ Եկել ես թռել ես դեմքներից։ Հայկո։ Մի բան ասա Ղուրբանին, ախպեր։ Ղուրբան, մենք չենք պահկվում։ Մենք դիվիժնի ենք անում Հոլիվուդում։ Հայկո ջան, Հոլիվուդում աստղերն են դիվիժնի անում։ Իսկ դուք պահկվել եք։ Բայց հիմա մենք ինչ։ Թողենք որ չորնին վարի տա։ Գոլիկ, կոնկրետ բան գիտես, ասա իմանամ ախպեր։ Չորնին էլ ախպեր, Սիմոնիշն էլ ախպեր։ Չէ, ախպեր, բան չգիտեմ։ Ուղղակի ճուստվաս ասում էլի։ Թե չէ ես էլի դու էլ գիտեք Սիմոնիչովա։ Վախենամ եմ մի օր չորնին ճամփի հետա։ Արա դու Նաստրադամուսը չես գուշակություններ ես անում։ Կարող եմ հատե կոֆեի բաժակ նայես։ Ասեմ ախպեր։ Ասեմ Գյորգի ջան։ Սիմոնիչը միտեղ կանգնել ասելա, որ չորնին իմիննոյ մոր գերեզմանին, մոր գերեզմանի կողը, պատի թաղի, ու ինքը պատի այդ ամեն ինչը տենա, որ սիրտը հովանա։
Այս մեռնեմ սրտի չասես որտեղից գիտեմ ով ասել։ Այդ մեկը չեմ կարող ասել։ Կրիմինալ դրամայի հերոսներին մարմնավորում են սիրված դերասաններ Գոր Վարդանյանը, Կարեն Ավանեսյանը, Գիա Գագուան, Սոս Կարապետյանը, Մուհամեդ Արիփ Սուրխաթիլովը, Արմեն Մարությանը, Կարեն Հակոբյանը, Խաչիկ Նարգիզյանը, Ելենա Վարդանյանը, Բաազ Օսիպովը, Լևոն Ղազարյանը, Նորայր Մարտիրոսյանը, Ալյոնա Ալեսնիկովիչը, Նիկոլայ Եղիազարյանը, Դելոն Վահագն Ստեփանյանն ու այլք։ Քրեական աշխարհում մեծ հեղինակություն վայելող Չորնին, նույն ինքը Դավիթը, կյանքի սխալ օրենքների դեմ պայքարի ճանապարհին շատ փորձությունների է հանդիպել։ Շատերից է վրեժխնդիր եղել, բայց ունի անավարտ գործեր, որոնք ավարտելու համար պետք է բացահայտի շատ մութ գաղտնիքներ։ Անարդարությունը պետք է վերանա, ահա գլխավոր հերոսի Չորնի եւ հավատարիմ ընկերների կյանքի սկզբունքը։ Ես Դավիթի համար գառանցա եմ տալի։ Սեմյոնիչ, հիմա մարդը ինքը իր համար չի կարա գառանցա տա։ Դու ոնց ես քո խելքը թափած փեսու համար գառանցա կայնը։ Ես որ մի բան ասում եմ, ես իմ ասածի տերն եմ։ Դավիթը կարգին տղա է։ Էնի իրան սխալ բաներ թույլ չի տա։ Պրոստը կողքից ինչ մուտիլով կասես, վրան սարքում են 1000 կոմից հայ ախպեր։ Դու ոստից լավ գիտես, արա քաղաքի տղա ես արա։ Անենց ես խոսում փեսուտ մասին, ոնց որ անմեղ գառա։ Քեզ որ մնա կարող անես բրթես միջև մինիստրը դառնա, հա։ Դավիթը նախ եւ առաջ գառ չի։ Դավիթը գայլ է։ Իսկ այդ գառները մեծանում ոչխարներ են դառնում։ Դրամայի երրորդ եթերաշրջանի յուրաքանչյուր սերիան կինոդիտողին ստիպում է լարված ու հետաքրքրասիրությամբ հետևել ֆիլմի հետագա անկանխատեսելի ընթացքին։ Ֆիլմը կարող եք դիտել ամեն չորեքշաբթի Armflix-ում, բաժանորդագրվեք եւ վայելեք նոր սերիաները։ Եվ հանրապետության տարածքում կան փակ ճանապարհներ, ձնահյուսի խիստ վտանգի պատճառով Ստեփան-Ցմինդալարժ ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Ջերմուկի Խաչմերուկից Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց Լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, դժվար անցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ամասիայի շրջանում բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-ից 7 նիշ, իսկ ամսի 6-ից 8-ին նույնքան կբարձրանա։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։